Էրդողանը մեծ հայտարարություն է ուրեմն ունեցել Թուրքիայի առաջ խաղացման նվաճումների մասին եւ ասել է հետեւյալը. Թուրքիայի պատմության մեջ չկա ոչ մի բիծ, ոչ մի տող, որի համար թուրքերը պետք է ամաչեն մարդու կամ ազգերի իրավունքների տեսակետից։ Եվ այսպես, Ալիևը ասում է չկա փաստական, ինչ գերի եւ այլն, Էրդողանն էլ ասում է մեր պատմության մեջ ոչ մի բիծ չի եղել։ Ես Որտեղ ենք տեսեք, նախ եւ առաջ պետք է շատ լավ հասկանանք մի հատ բան, ու մենք առնվազն, հա։ Ես չգիտեմ ինչի Հայաստանում տենց, պատճառը չգիտեմ, բայց գիտեմ, որ փաստը հետեւյալն է։ Այս ազգի ողնաշարը չեն կոտրել, ուղեղից հանել են քրիտիկական մտածելակերպը։ Օրինակ Էրդողանը, որ ասում է նորմալ ռեակցիան, պետք է լինի ոտերը սուտում է։ Ու պետք է անցնենք։ Ասենք թե անցանք։ Չէ, բայց խնդիրը նրանում է, որ չէ, դա տենց չի։ Կիկոսամահությունը, հիստերիկ ձևերով բլոգերների եթեր մտնելը, այդ այս վիճակները, որ վայ Էրդողանը ասեց, բա ինչ պետք է անենք։ Հեչ, Twitter-ում պետք է գրես գնա մամայից սենցը։ Վերջ։ Հայկական դաշտը պետք է ծնողապիղծ քֆուր տա Էրդողանին, դնի 15 թվականի նկարները, դնի բոլոր այն երկրների, որոնք ցեղասպանությունը ճանաչել են եւ քրեականացրել են բանում, բա ուրիշ ինչ պետք է անես, տենց պետք է անես, եթե բանը էշի ականջում քնած է, Ռուբինյան, ինքնա չէ պատասխանատու, եթե Ռուբենը չի վերցնում մեռախոսը զանգում քլիչնացից չեք անում, այսինքն ստեղ հարցը որն է, մարդիկ, որոնք նստած են համ ստեղ համ Ադրբեջանում, իրանք Ադրբեջանը Թուրքիան, ինչով է սա պայմանավորված, մեծ հաշվով, եկեք ասենց մեծ պատկեր ասեմ, հա, պատկերը հետևյալն է, Բարակն է նորից սկսել բառաչել, այդ բանի, Տրամպի ներկայացուցիչը Թուրքիայում, դաշ դեսպան չի, դիվանագիր չի կարա դեսպանը։ Բայց առաջին անգամ այդ Զանգեզուրի միջանցք ստացված է։ Այո, ինքներ են էլ որ մեզ ասեց որ ցեղեր են։ Ու քանի որ Հայաստանը չի պատասխանել, քանի որ դրանից 10 րոպե հետո Կրիստինա Քվինին չեն կանչի, ասել այդ քո Թուրքիայի գոլեգային ասա որ կքաչալացնենք սկալպը կհանենք կուղարկենք իր մոր տրեյլերը, իրանք շարունակում են։ Հիմա Տրամպի մոտ իստերիկա է։ Ստի վրա բռնում են 2 րոպե մեկ, իր այդ այսպես կոչված պատերազմի նախարարը ճանաչվում է մարդասպան սենատում, որովհետև այդ նավակին որ խփել է 2 հոգի նավակից դուրս են ընկել, ինքը երկրորդ հրամանն է տվել, երկրորդ հրամանով 2 հոգի ովքեր ծովում են լողում, դրանց են ոչնչացրել։ Այսինքն իրանք մարդասպան են։ Ամերիկյան ադմիրալները ասում են մեր ուստավ կոչվածով, մեր կանոնակարգով, ամերիկյան ծովային կողմնակարգով դուք ռազմական հանցագործ եք։ Վարից բուն իմաստով երեք սենատի համապատասխան հանձնաժողովի բանի ժամանակ այդ իր հերթական պատասխանատուին, որը որ մարդկանց տեղահանում է։ Կանչում են ասում են ամերիկյան բանակի զինվորներին, վետերաններին վռնդում եք Ամերիկայից։ Բայց կներեք արտադրության համար կնիկը ասում է չէ։ Բերում են 2 հոգի, տեղում Զումով միացնում են, ասում են, էսա տես կորեացի է։ Կորեացիա դրա համար էս հան է երկրից վռնդե։ Բայց ինքը բան ունի, purple heart ունի, այսինքն purple սիրտ այդ մեդալը, այդ ամենաբարձր մեդալն է։ Մերկոտ փամփուշտ է այս երկրի համար կեր, ուղղակի բռնի փողոցից շպրտել եք դուրս։ Շպրտել եք դուրս, որտեղ ինքը կորեացի է, կորեացու տեսք ունի, ուղարկել եք Կորեա, բայց ինքը վերջի անգամ Կորեայում եղել է 6 տարեկան։ Դրանից հետո եկել է Ամերիկա, սովորել է, բան արել։ Այսինքն տեղում ստի վրա բռնեցին, էլ ինչ որ հարց են տալի, ասում են չէ, տենց բան չեմ ասել։ Ասում են ոչ չես ասել, միացնում են ինքը բանին Fox News-ին հարցազրույց է տալի, ուղիղ ասում դու ես ասում, հա, բայց ոնց է չես ասել։ Հասցրին նրան, որ պատասխանատուն է ազգային անվտանգության բանի պետն է։ Ասեց ես ուրիշ հանդիպում ունեմ, փախավ հարցի կեսից, որտեղ հասկացա, որ վերջ։ Մեկ ուրիշն է նստած քաչալ սենց շուր ֆաշիստի դեմքով մեկն է, ասում են անտիֆան աբեկչական կազմակերպությունն է, որ հիմա տենց փող եք ուտում դրա վրա, որ հա բա ոնց, ասում է Ամերիկայում է գործում, հա բա ոնց, սենատորներն են հարցնում, ասում է անտիֆան Ամերիկայում գործող աբեկչական կազմակերպությունն է եւ ձեր թիվ 1 վտանգն է, չէ, տիրախն է, սպա հա իհարկե, ասում է կասես գլխավոր գրասենյակը որ դրա,
ասես մտնում, քանի հոգի է, չգիտենք, ասում դե բան չեն կարող։ Այսինքն ո՞ս կարա Ամերիկայում ճանաչվի թիվ 1, եթե գրասենյակի տեղը չգիտես, կամ ասենք նահանգը չգիտես, կամ չգիտես քանի հոգի է։ Կարող է 3 հոգի է, կարող է 6000, կարող է 3 միլիոն։ Ինչի մասին է խոսում դա, առակս ինչ Դա առակսկուցությանը, որ մի դիլետանտների էշերի հավաքածուել նստած է Տրամպի շուրջը։ Տրամպի մոտ սաղ փուրն է գնում, սաղ։ Եվ քանի որ Զելենսկին չի կոտրվում, իսկ իրան շատ է պետք, շատ, որպեսզի ինքը ոչ թե որպես մանկապիղծ Էյնշտեյնի ընկեր եւ 32 հոդվածով դատապարտված նախագահ մտնի պատմության մեջ, այլ խաղաղության բանը։ Տեսել եք այդ ժողկից ձեռները, որ գնդակ են բռնում, FIFA-ն որ տվել է։ Այսինքն նախ բանն է, ուղեղն է անջատվում, բոլորը դրամացին են գրում։ New York Times-ը բան, բոլորը գրել են, այսի արդեն հիստերիկացել են, New York Times-ը ուզում է փակի։ Ուղեղն է անջատվում, քնում է։ Խնդիրը որտեղ է։ Խնդիրը նրանում է, որ գոյություն ունի տրամպիստների հիստերիկա։ Էրդողանը, Ալիևը, ցավոք սրտի նույն Փաշինյանը, իրանք տրամպիստ են։ Հիշում եք դա ասում էի, դեռևս էլ երջանկայի շատը Կարմեններ էր ասում, այդ մեր սիրած թեմաներ, որ մենք ասում ենք, սրանք տրամպիստ են, սրանք Տրամպին են սպասում, որ Տրամպը գա, որ իրանք անեն։ Ի ուրախությունից չի ստացվում, Տրամպը կորցնում է։ Վերջի 1 ամսվա ընթացքում ինքը 25 տեղ է կորցրել տեղական բանը, հանրապետականը 0 տեղ է վերցրել, դեմոկրատները 25, Մայամիում քաղաքապետը, որը 28 տարի եղել է հանրապետական Տրամպի ձեռքից, դեմոկրատը հաղթել է ընդ որում 28% բանով, տարբերությունով։ Էլ ինչ, ասենք Նյու Ջերսիում է տենց եղել, Ջորջիայում է էլի տենց եղել տեղական բաներում, թեման որն է, սա տապալվում է, եւ բոլոր տրամպիստների մոտ նույն պրինցիպն է, արագ, կերցնեն, շուտ հեռախոսով բան ստիպեն ստորագրել, այս հանդիպումը 3 օր առաջ, 3 օր անցել է արդեն ուրբաթ օրն է, հա, ոնց որ 3 օր առաջ, իրանք Լոնդոնում էին Ստալմերը մոտ, Downing Street-ում 10։ Դե վաղվա հանդիպմանը, դե հիմա տեսեք, այնտեղ տարբերություն չկա, պարզ է, որ Եվրոպան միանշանակ եւ անվերապահորեն Ուկրաինային աջակցում է մինչև վերջ եւ եվրոպական դիրքորոշումը դա հետեւյալն է։ Ուկրաինան է որոշում այս պատերազմը երբ է ավարտվում, ինչ պայմաններով է ավարտվում եւ որքան ժամանակով է ավարտվում։ Մենք այդ հարցում Ուկրաինայի հետ ենք։ Այսինքն ինչ կորոշի Զելենսկին, մենք իրան կաջակցենք։ Զելենսկին բավականին խելացի քաղաքականություն է վարում, ինքը հասկացել է, որ կա որը նստած է Սպիտակ տանը եւ կան դաշնակիցներ։ Ինքը դաշնակիցների հետ ամեն քայլը ընդ որում Տրամպը ուզած ինչ է, Տրամպը ուզում է փոկել Ուկրաինան Եվրոպայից, ոչ միայն Տրամպը, նաեւ Ռուսաստան, որովհետեւ թե Պուտինի համար եւ թե Տրամպի համար թիվ 1 թշնամին դա Եվրոպան է։ Դա Չինաստանը չի, առավել եւս, չգիտեմ, Հնդկաստանը, Բրազիլիան, ընդհանուր հարավը, չէ, Եվրամիությունն է, ինչու՞։ Որովհետեւ շատ հարուստ է։ Ռեալ պոտենցիալը գիտեն համ սրանք, համ նրանք։ Իրանք գիտեն, որ Եվրոպան, եկեք ճիշտն ասենք, հա, Եվրոպան իրականում այս տարբերակով, Եվրամիության տարբերակով ստեղծվել է շատ վաղուց չի 25 տարի է, ինչ է Եվրամիություն տենց շուտ երկար չի, Շենգեն, բան, այդ արդեն Եվրոն, որ մտել է բան, ինքը նոր է ստեղծել, երիտասարդ կառույց է, ինքը հələ նոր է, այդ մանկական հիվանդություններ ունի, բայց արդեն դուրս է գալիս այն բանի վրա, որ տեսեք, Եվրամիությունը 6 անգամ ավելացրել է 1 տարվա ընթացքում 155 մմ-անց արկերի հրետանու, արկերի արտադրություն։ Տարին չի ավարտվել, տարին էլ չի ավարտվել, 6 անգամ ավելացրել է։ Պատերազմի են պատրաստվում։ Այսինքն չէ, տեսեք, ոչ միայն պատրաստվում են, այստեղ հաճիշտ է, իհարկե պատրաստվում են, որտեղ Ռուտեն ասում է, Ռուտեն որպես ՆԱՏՕ ասում է, հաջորդ հարձակումը լինում է Եվրոպայի վրա, կապ չունի ՆԱՏՕ-ի վրա։ Խոսքը ոչ թե Ռուսաստանի հետ հակամարտության մասին է, որին Եվրոպան մեծ հաշվով պատրաստ է։ Կբնաջնջեն իրանք Ռուսաստանը անկասկած, որովհետև Ռուսաստանի բնակչության 80%-ը կուտակված է արևմտյան մասում։ Նույն Ֆրանսիայի դոկտրինը, որի մասին երևի թե խոսել ենք, դա այնա, որ միջուկային զենքը կիրառվում է, եթե Ֆրանսիան կասկածում է, որ իր վրա կարան հարձակվեն, եւ միջուկային զենքի կիրառման նպատակը դա բնակչության 80%-ի ոչնչացումն է։ Ամեն ինչ հաշվարկած է։
Ֆրանսիայի համար եւ ինձ թվում է Մեծ Բրիտանիան դրան կմիանա, իրանք իրանք կարող է չսպասեն, իրանք կարող է դնեն Սմալենսկից մինչեւ Ուրալ, սաղ վարիտան, հետո ինչ կլինի ոչ մեկին չի հետաքրքրում, Ռուսաստան չի լինի։ Ամեն դեպքում մի քիչ չափազանցված է իհարկե այդ պատկերացումը, միջուկային պատերազմ չի լինելու, իսկ եթե միջուկային պատերազմ չի լինելու, օքեյ, Պուտինը շատ է սիրում այդ ձևակերպումը, արդյոք եվրոպացիք պատրաստ են մեռնել Նարվայի համար։ Հա, այս դու պատրաստ ես պիցերը կորցնես, ուղղակի պիցերը կորցնես, որովհետև հիմա պիցերից մինչև նատոյի սահման 38 կիլոմետր է ինչ է, որտեղ Ֆինլանդիան հիմա նատոյ է, իսկ դու պատրաստ ես կորցնես միջուկային սուզանավերը, բոլորը, որոնք Մուրմանսկի մոտ են կանգնած, ձմեռ է հիմա, արդեն ասել եմ, այդ սցենարը շատ նորմալ է, ֆինները կարան ուղղակի բաներով տաուկներով գան, գրավեն Մուրմանսկը, քանդեն այդ սուզանավերը, տանեն իրանց բաները գցեն, լճերը գցեն։ Ռուսաստանը չի հասցնի արձագանքի, չի հասցնի, որտեղ մինուս 50 է, եղանակ չկա, բան չկա եւ այլն։ Այսինքն այստեղ խնդիրը հետեւյալն է։ Կա թշնամի, թե Տրամպի եւ թե Պուտինի համար։ Դա Եվրոպան է։ Եվրոպան իդեմս Ուկրաինայի հիմա Ռուսաստանին վերացնում է։ Տրամպին պետք է, որ ինքը ինչ որ արագ սենց ինչ որ ճնշում կուտ տա բանանի, կտրես երկուսին։